Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ, եւ ես եկել եմ քեզ ասելու, որ սիրելի ծնող, ժամանակն է պորտալարդ կտրես քո երեխայից։ Ժամանակն է թույլ տաս, որ նա մենակ հաց ուտի։ Ժամանակն է թույլ տաս, որ մենակ քայլի։ Ժամանակն է թույլ տաս, որ մենակ որոշումներ կայացնի։ Եվ իհարկե ժամանակն է թույլ տաս եւ գիտակցես, որ քեզնից հետո գոնե մեկը պետք է լինի, ով որ այտենց մոր նման կամ հոր նման հետևից վազվզի։ Իրականում թվում է, թե շատ թեթև թեմա է, բայց շատ ծանր։ Այո ծնողներ, այո սիրելիներս, ժամանակն է եկել, որպեսզի ձեր աչքերը բացեք ու հասկանաք, որ դուք ինչպես նաև մենք հավիտյան չենք, եւ երբ որ դուք այլևս չլինեք, ձեր երեխաները կմնան դժբախտ, որովհետև ձեր կենդանության օրոք, ողջության օրոք չեք թույլ տվել, որպեսզի ինքնուրույն ընտրություն կատարեն, չեք թույլ տալիս, որպեսզի ձեզ բացի աստվածացնելը նաև տեսնեն ուրիշ հրեշտակների իրենց շուրջ։ Ինչքան կարելի է բացատրել, որ երեխա ունենալը դա պարտականություն չէ, երեխա ունենալը դա պարտավորվածություն չէ, երեխա ունենալը դա իկոնայի նման սրբապատկերի նման կպցնել պատին եւ աղոթելը չէ։ Եվ երբ պետք է հասկանաք, որ այդ անհատը իծն է, արդեն ունի իր ազատության սանդղակը, իր ազատության տուփը, որը դու սիրելի սահմանափակում ես եւ ծնված օրվանից ամեն վարքյան ականջին շեշտում ես. մայրը դա Աստված է, հայրը դա սրբություն է, մաման աշխարհի լավագույնն է, մամայից այն կողմ աշխարհ չկա, պապայից այն կողմ չգիտեմ, թասիբ չկա։ Ես ընդունում եմ դա, բայց երբ որ այդ տղան կամ այդ աղջնակը 50 տարեկան է եւ չունի դեռ ընտանիք, այդ ժամանակ պետք է արդեն հասկանալ ինչն է խնդիրը եւ պատճառը։ Մի հատ էլ նստում հարևանների մոտ կամ բարեկամների, որ հասել այդ տարիքի չի ամուսնու, նորմալ աղջիկ չկա, նորմալ տղա չկա։ Թույլ ես տալիս, որ շփվի, որ մի հատ իմանանք նորմալը կա թե չկա։ Ախր դուք ձեզ կողքից ինչպես չեք տեսնում։ Շատ վատ բան պիտի ասեմ, բայց ես արդեն ինչքան ժամանակ է հետևում եմ մայր տղա, չգիտեմ, հայր աղջիկ հարաբերություններին, հերվից նայում ես չես տարբերում, սիրար զույգեր են, թե ծնողներ են։ Հերիքա կապեք եւ կարեք ձեր վրա։ Սահման դրեք, էլի աստվածացրեք, բայց թույլ տվեք մենք ձեզ աստվածացնենք, որոշ թե դուք ինքներդ թելադրեք։ Մայրը դա անսահման սեր է, ոչ մեկ մոր սերը չի, հասկանում եմ։ Մենք էլ ունենք, մենք էլ ենք սիրում, մենք էլ ենք հարգում, բայց տրված է ազատություն։ Հիմա կրակը այդ երեխան չի ինքեր, որ դու ես իր ծնողը կամ հակառակը։ Ու ամենավատն է նա, որ քո համախոհները նաև համարվում են երբեմն քո երեխաները, որոնք քեզ հետ լրիվ համաձայն են։ Բայց երբ որ իրանք վերջում մնում են մենակ ու խործերություն, տենց մենակ 4 պատի մեջ, էլի ախր չեն հասկանում խնդիրը ինչու է եղել։ Թույլ տվեք ձեր երեխաներին ինքնուրույն քայլել, թույլ տվեք ձեր երեխաներին ինքնուրույն որոշումներ կայացնել։ Չես կարող անդադ ձեռքը բռնած պահել։ Գնում ես ծնունդ, կնունք, հարսանիք, ընենց են կպրճկել իրար, ոնց որ սիրահար զույգ։ Ախր այդպես դուք ցես կողքից նայել եք։ Վայ, ես են ուտելիքներն, ոչ մեկ չի կարող իր համար տենց ուտելիք սարքի։ Ով ասեց։ Շատ համեղ ես սարքում, բայց դա չի նշանակում, որ այդ երեխան բանա, տենց պետք է կպած մենակ քեզ տեսնի այս ամբողջ աշխարհում։ Կամ Աստված մի արածցե մի երեխա որ ունենում են, հարցնում ես, ասում ես, վայ դե որ մեծանա, ամուսնանա կամ հիմա ամուսնանալու ժամանակն արդեն, չնայած այդ ժամանակը չգիտեմ ով է դնում, բայց առանձին են, չէ, ապրել։ Ես խանգարում եմ, ես բարը ինչ իրյալուս աշխարհ եմ բերել, որ ինձ մենակ թողնի։ Չէ, քո էգոյի համար ես բերել, որ դու մենակ չմնաս, բայց այդ երեխան չի ընկել կրակը քո ձեռքը, նա ունի առանձին կյանք, նա անհատ է, շնորհակալություն քեզ, իհարկե Աստված ընտրել է, որ դու մայրանաս կամ հայրանաս, դու ունեցել ես երեխա, ազատ թող, պահիր, դաստիարակիր քո խնդիրը որպես ծնող տան ներսում, մինչև 10-11 տարեկանն է, դրանից հետո ինքը շփում արդեն դրսի հետ է, հիմքդ դիր, ճիշտ ընտրությունը թող։ Կախվել եք ունքերից ձեր երեխաների։ Ու գիտեք ինչն է, ամեն վարքյան զանգահարում, մանավանդ տղա երեխեքին է, չէ՞, ասենք 18 տարեկանից հետո է արդեն։ Գիշերվա կեսին իրար հետևից զանգ, այդ երեխան ասել է ուրա գնում, այդ երեխան չոտ է տվել նույնիսկ, պեչատ է խփել, թե ուրա գնում։ Ամեն վարքյան զանգել, քիչ ամեն մի հատ գնաք որտեղ որ այն տղաներով են, աղջիկներով են, կարևոր չի։ Դուռը թակեք ու սկսեք սովորացնել, թե ինչպես պետք է վերաբերվել հակառակ սեռին կամ չգիտեմ, ինչպես պետք է շփվել ընկերների հետ։ Դա պիտի վաղուց արած լինեիք։
Ես ցավով եմ ասում, որովհետև կողքից շատ են այս դարում ախր։ Շատ եմ տեսնում այդ մանավանդ տղա եւ մայր հարաբերությունները, որոնք թվում է այդ մամային, որ տենց է պիտի լինի։ Բայց ինքը արդեն հեսա 80 է լինում ու Աստված է երկար կյանք, բայց այսօր եկուց էլի։ Չի լինում այդպես։ Ազատությունը դա չի նշանակում մարդը գնալու է վատ բաներ անի։ Մի կարի, թելը կտրի, պորտը կտրի երեխայից, որպես երեխան կարողանա սերունդ տալ։ Մի դարձիր զոհասեղան ու ասա փրթեք ինձ, ես քո ծնողն եմ։ Դու իմ դիակի վրայով կգնաս, եթե չգիտեմ ինչ։ Իսեր Աստծո։ Դուք երեխա եք բերել, որ նվաստացնեք, թե երեխա եք բերել, որ փառաբանեք, որ ինքն էլ ձեզ փառաբանի։ Երեխա եք բերել ինչի համար։ Նա այդ հարցը ձեզ տվեք։ Ինչի համար եք դուք լույս աշխարհ բերել երեխաներին։ Ու սկսում են թելադրել։ Ձգո կողքինը պիտի լինի սենց։ Կթողնի ինքը որոշի իր կողքինը ոնց պիտի լինի։ Ցանկալի է, հաճելի է խորհուրդ լսել որպես ընկեր, ծնողից, որպես հարազատ։ Ախր երեխան էլ է վանվում։ Ну, ստապ նորմալ երեխեքի մասը խոսք։ Այն մնացածը նենց են կպած մնում մերերին, ոնց որ սենց աշխարհը իրանցով է սկսում ու վերջանում։ Հիմա վստահ եմ մեծ մասամբ նայողները ինչա խոսում, բա տոնց է պտույլներ, բա իմ տղան պետք է տոնց է։ Չի լինում այտենց։ Դրա համար մեծ մասը գեյ են մեծանում։ Բարից բուն եւ լայն իմաստով։ Գեյերը գեյ, լեսբիները լեսբի։ Ձեր շնորհիվ 99%-ը ձեր շնորհիվ եւ ձեր պատճառով։ Յուբկա էր քիչ էր մնում, հագնեք մի հատ էլ տղաների հետ տենց բան, գնաք շոփինգների։ Խնդրում եմ միած թափվեք։ Ձեր էգոն մի քիչ այն կողմ դրեք։ Ոչ մեկ մեղավոր չի, որ դուք ձեր անձնական կյանքում խնդիրներ ունեք։ Երեխեն կրակ չի ինգե, որ դուք բաժանվել եք ձեր ամուսնուց կամ հակառակը ձեր կնոջից։ Ու մեծ մասամբ տենց ընտանիքներ են կամ մենակ մայրերը, որոնք մեծացնում են երեխա։ Կրակը չենք ընկել մենք որպես երեխա եւ իմ երեխան էլ կրակը չի կել իհարկե իմ հարցում։ Պորտալարդ կտրի, եթե ուզում ես երջանիկ ծերություն ունենաս։